Տրիբյունեի եթերում շարունակում ենք ինսայթ հաղորդաշարը։ Բարև ձեզ։ Իմ տաղավարում հազվադեպ են լինում կին հերոսներ, կին հյուրեր։ Այսօր ունեմ բախտ խոսելու կին հերոսներից մեկի, ով բազմաթիվ կյանքեր է փոխել իր գործունեության ընթացքում։ Իմ հյուրն է ԻՄՕՆՔ հիմնադրամի հիմնադիր տնօրեն Աննա Հովհաննիսյանը։ Բարև ձեզ, Աննա։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ձեր անունը հայտնի է Facebook-յան տիրույթից, ես մասնավորապես ծանոթացել եմ ձեր գործունեությանը բարեգործական գործերի առումով, որտեղից սկսվեց Աննան որպես հայտնի կերպար, ինչպես շատերն են նշում, համահայկական Աննա։ Որտեղից սկսվեց եւ ոնց այդ որոշումը կայացվեց։ Շնորհակալ եմ հարցի համար։ Ինձ թվում է մի քանի տարի հետ պետք է գնամ, որ փորձեմ հնարավորինս պարզ բացատրել, թե որտեղից ծնվեց այն Աննան, որը այսօր կա։ Նախ ասեմ, որ նախքան շատ հայտնի դառնալը ես հայտնի էի Վանաձորում, երբ որ սկսեցի լուսանկարել։ Նախքան պատերազմը, բացի իմ հիմնական աշխատանքը, ես հոբի ունեի, հեռախոսով սիրում էի լուսանկարել ու լուսանկարում էի բնություն։ Եվ COVID-ը դեռ երբ նոր էր սկսվել ու Հայաստանում այդքան շատ տարածված չէր, ես ամեն օր նստում էի մեքենան եւ գնում էի մեր Լոռվա մարզի տարբեր թաքնված գեղեցիկ վայրերն էի նկարում ու ընկերներիս հորդորով ասեցին քո մոտ շատ լավ է ստացվում եւ շատ բնական, արի փորձի մի հատ Facebook-յան խումբ բացես, որտեղ կդնես քո լուսանկարները։ Սկզբից մտածում էի դե լավ, դե հեռախոսով նկարում եմ, ինչ կա դրա մեջ, հա, ինչ պետք է լինի, բայց երբ որ խումբը բացեցի ու մի քանի օրվա մեջ այդ խմբում հայտնվեցին տասնյակ հազարավոր մարդիկ ու սկսեցին շատ մեծ սիրով, կարոտով, հատկապես երբ որ Սփյուռքում էին գտնվում, նայեն իմ նկարները։ Այդ օրվանից Վանաձորում ես նախքան համահայկական Աննա դառնալը սկսեցի դառնալ Լոռվա տուրիզմի նախագահ Աննա Հովհաննիսյանը։ Իմ նկարների շնորհիվ բազմաթիվ տուրիստական ընկերություններ եկան եւ Լոռին այլ տեսանկյունից դիտարկեցին եւ ահավոր մեծ հոսք սկսվեց նույն Արևածագի Ղաչաղանի ձորը, որ այդքան հայտնի դարձավ, դա իմ լուսանկարից հետո։ Այո, ես նկարեցի, հաղթեցի ու որ ասում են ինչն է այդքան որ մարդկանց գրավում է, հա, ես էլ էի ինձ այդ հարցը տալիս, այդ տեսեք կան բավականին լավ լուսանկարիչներ, ովքեր հեքիաթային լուսանկարներ են անում, գեղեցիկ մշակում, բայց ես հասկացա, որ հենց այդ չմշակելը եւ բնական առանց որևէ բանի մարդուն ներկայացնելն էր, որ ինձ հաջողություն բերեց ու ես դառա Լոռվա տուրիզմի նախարարը։ Այդ մինչև պատերազմն էր։ Պատերազմից հետո ցավոք սրտի ես էլ չեմ նկարել։ Երբեք։ Խումբը կա, ես խմբին հետևում եմ, մարդիկ դնում են իրենց նկարները, բայց ես որպես Աննա այլևս չեմ նկարում եւ չեմ դնում, իսկ հետո չարաբաստիկ 2020 թվականին, երբ որ պատերազմը սկսվեց, պատերազմի 3-րդ օրից ես արդեն մեկնեցի Արցախ ու այդտեղից արդեն սկսվեց իմ հայտնիությունը, չեմ սիրում այդ բառը, անկեղծ չեմ սիրում, որովհետև ես կուզեի շատ այլ գործերով հայտնի լինեի, ոչ թե այն ինչով հիմա որ անում եմ, ու հենց այդտեղից սկսվեց հայտնի Աննան։ Ամբողջ ընթացքում պատերազմը եղել է կարծես։ Ամբողջ ընթացքում չեմ եղել, նայեք, սեպտեմբերի 27-ին երբ որ սկսվեց, ես ինքս բժիշկների ընտանիքից եմ, հա, ինձ պապիկ տատիկս են մեծացրել, պապիկս բավականին հայտնի բժիշկ է եղել Վանաձորում ու միշտ փոքրուց տենց բաների մեջ եմ մեծացել ու իմ բոլոր ընկերները գրեթե բժիշկներ են։ Իրանք հենց սեպտեմբերի 27-ին մեկնեցին Արցախ, ինձ չտարան։ Ասեցի, ես ինչ պետք է անեմ, ասեցին դու ավելի կարևոր բան կարաս անես, թիկունքը պահես ու տղաների համար արյուն հավաքի։ 2 օր արյուն հավաքեցի, հասկացա, որ Վանաձորում էլ արյուն չի մնացել ու գրեցի, ասեցի կամ դուք ինձ ձեզ հետ կտանեք, կամ ես ինքս ուղիղ կգնամ ու ուղիղ կռվի դաշտ։ Հասկացան, որ հենց այդպես է կանեմ, որովհետև ես միշտ ինչ ասում եմ, անում եմ։ Ու այնպես ստացեց, որ սեպտեմբերի 29-ից արդեն իմ բժիշկ ընկերների հետ մեկնեցի պատերազմ։ Օգնելու ինչով կկարողանամ, այո։
ընթացքից որ գնում ես արդեն ամեն ինչ պարզ է դառնում, թե որտեղ կարող ես քեզ ռեալիզացնել եւ իրոք օգնել, հա։ Ես առհասարակ չեմ սիրում, երբ որ ցանկացած բան արվում է ուղղակի անելու համար։ Նկարվելու։ Այո, նկարվելու համար։ Այդ օրերին ես գրեթե չեմ նկարվել։ Մի երկու հատ սելֆի էինք անում շտապօգնության մեքենայի մեջ ուղղակի չխելագարվելու համար, այդ երկու սելֆին ունեմ։ Սկսեցի ինչով կարող էի օգնել, ամեն դեպքում ունեմ նախնական պատրաստվածություն որոշակի, բայց ամենակարևորը այն էր, որ ես փորձում էի տեղ հասցնել այն իրերն ու պարագաները շտապօգնության հենց մեքենա, որը անհրաժեշտ էին մեր զինվորներին, որովհետև այդ օրերին 100 հազարավոր հայեր տարբեր երկրներից օգնություն էին ուղարկում, այստեղ մարդիկ հավաքվում են, բայց չգիտեք ինչի կեսից շատ այդտեղ չէր հասնում։ Ու ես հասկացա, որ այստեղ խնդիր կա, ես պետքա գնամ ու հենց այդ խնդիրը գոնե իմ չափով փորձեմ տեղ հասցնել։ Հետո վերադարձաք։ Մենք ես անձամբ 11 օրվա մեջ 14 անգամ մեկնել եմ Արցախ, Ստեփանակերտ։ Հա, գնում եք, տալիս եք նյութերը, գալիս եք նորը բերելու, հա։ Գնում ենք շտապօգնության մեքենաներով, մեքենաները այստեղից բարձում էի, ինչով որ հնարավոր էր, գնում ենք այնտեղ, հենց ամենաթեժ կետերը, հա, շատ մարդիկ գալիս էին ուղղակի Գորիսում սպասում էին, այնտեղից բերում էին Գորիսից տեղափոխում են, մենք հենց ուղիղ գնում ենք Ստեփանակերտ։ Գնում ենք մեր վիրավոր տղաներին, վերցնում ենք այդ ընթացքում ես ինչ օգնություն վերցնում էի, փորձում էի դնել այն մեքենաների, այն ուազների մեջ, որ կրակած, ջարդված գասեն, բայց իրանք գնալու են ամենախորը տեղերը, ասում էի, գոնե այդ իրերը դնեմ, տեղ կհասնի հաստատ իրանց, այդպես անում էի ու հետ էին գալիս Երևան։ Գալիս ենք Երևան, ասում ենք մենք հոգնած չենք, մենք սոված չենք, մեզ մոտ ամեն ինչ լավ է եւ նորից երկրորդ անգամ կես ժամվա տարբերությամբ քշում հետ էին գնում Ստեփանակերտ, այո։ Այդպես 44 օր շարունակ։ Ես 11 օր կարողացա ընդամենը գնալ, որովհետեւ հետո չթողեցին ինչ որ փաստաթղթային հարցեր էր, արդեն չեմ էլ հիշում, բայց մեկ է անգամ դրանից հետո ես ամեն օր Վանաձորից գալիս էի Երևան, իմ բժիշկ ընկերներին փոխանցում էի այն ամեն ինչ այն պարագաները, որ անհրաժեշտ էին, իրենք արդեն տանում էին իրենց հետ, շատ էի պայքարում, որ նորից գնամ ուղղակի տեխնիկական խնդիրներ էր, հա, ինձ թույլ չէին տալիս որ գնամ, բայց 11 օրվա մեջ 14 անգամ այդպես հասցրեցի գնալ։ Ու հետո եկավ արդեն հիվանդ երեխաների եւ այլ հիվանդ մարդկանց կյանքը փրկելու։ Գիտեք, երբ որ պատերազմը դադարեցրեցին նոյեմբերի 9-ին, այդ իմ կյանքի երևի ամենադաժան օրն էր, նոյեմբերի 2-ին իմ ծնունդն էր լինելու ու պատերազմը որ սկսվել էր, ես տեղում պատերազմը տեսնելով հասկացա, որ իրոք շատ բանի կարիք կա։ Facebook-յան հարթակում ես այն ժամանակ այդքան էլ հայտնի չէի, հա խումբը կար, բայց իմ անձնական Facebook-յան հարթակը այդքան էլ հայտնի չէր, ուղղակի ընկերներից գրեցի, ասեցի, գիտեք, 1 ամսից իմ ծնունդն է լինելու, գիտեմ ամեն մեկդ ինչ որ մի հատ չպետքական նվեր եք վերցնելու, գաք մի արեք, հա խնդրում եմ այդ գումարը փոխանցեք ինձ, ես ինչ կարիք կա, կառնեմ, կտանեմ տղաներին։ Այդ ստատուսի մտածում եմ դե իմ ընկերներն են ամեն մեկը մի 50,000 կգցի, մի 500,000 կհավաքի, մի հատ ինչ որ ֆենոմենալ բան կատարվեց։ 3-4 րոպեվա մեջ իմ հաշվին 1,200,000 դրամ նստեց։ Ու այս ստատուսս այն արագությամբ սկսեց տարածվել, որ անհավանական միլիոնավոր դրամներ հավաքվեցին, ել չասեմ թե կողքից ինչքան պարագաներ էին բերում, հա, սկսած նասկիներից, վերջացրած տարբեր դեղորայքներից, ու իմ ձեռին բավականին շատ գումար կար ու ինչքանը որ մինչև պատերազմի այդ նոյեմբերի 9-ը կարողացել էի ծախսել էի, հա, դեղեր գնելով, անհրաժեշտ իրեր գնելով եւ նոյեմբերի 9-ին երբ որ դադարեց այդ ամենը իմ ձեռքին մնաց 500,000 դրամ։ Երբ որ այդ էմոցիոնալ պահը անցավ, չնայած մինչև հիմա էլ դա իմ մեջ չի անցնում, բայց երբ որ սկսեցի սառը դատել, բնականաբար այդ գումարը ես ինձ չէի պահելու, որոշեցի, որ պետք է
տանեմ, բաժանեմ 5 մասի եւ տանեմ մեր վիրավոր տղաներին, հա, մենք ահռելի թվով վիրավորներ ունենք, չգիտեմ, մարդիկ անգամ գուցե չպատկերացնեն, բայց ահավորա ու ասեցի Լորվա մարզում 5 հոգի կգտնեմ, կգնամ կտամ այդ գումարը։ Տվյալներ տվեցին, գնացի ու երբ որ այդ տղաներին սկսեցի այցելել, մի հատ ինչ որ բան կատարվեց, իրենք սկսեցին իմ հետ խոսել։ Խոսել ոչ թե… Իրենք սովորաբար չեն խոսում։ Այո, նրանք չեն խոսում։ Խոսել ոչ թե աղջիկ Աննայի հետ, այլ խոսել պատերազմի մասնակցի հետ։ Իրենցից մեկի հետ։ Այդ կուտակվածը, որ մնացել էր իրանց մեջ, գիտեք, պատերազմը Facebook-ով ուրիշ է, պատերազմը ֆիլմերով ուրիշ է, պատերազմ հենց աչքերով տեսնել, դա ուրիշ է։ Ու պատերազմի օրերին ես շատ էի տեսնում, երբ որ հետ էի գալիս Երևան կամ Վանաձոր 1-2 րոպե ժամանակ էի ունենում Facebook մտնել, ես տեսնում էի տղաների նկարներ, որոնք սենց մաքուր շորերով, ինչ որ անտառների ֆոնին նկարված, գրում են մենք պատերազմում ենք։ Փայլուն կոշիկներով։ Հա, ես այդպես է չհասկացա, 14, ես չեմ ամաչում հիմա ասել, ես 14 օրվա մեջ 2-3 անգամ եմ լողացել, որտեվ չունեի այդ հնարավորությունը։ Ասում եմ, ոնց են էլի այս մարդիկ սենց անում, ու ես հասկացա, որ ազգին պետք է ցույց տալ իրական հերոսներին։ Մենք հերոս բառ ենք արժեզրկել, այնքան ենք փչացրել։ Ու բացի այդ գումար տալը ես սկսեցի նաև, քանի որ տղաները իմ հետ կիսվում էին, սկսեցի իրանց պատմություններ, իրանց խնդրել, իրանց հետ նկարվել, արդեն այստեղ էլ այդ 100,000 դրամի մասին չէր, հա, ու իրենց ներկայացնել։ Ու այդ ամեն ինչը Facebook-ով փողի հաշվետվությունը երբ որ տալիս էի, որ տեսեք գնացել եմ տվել, մարդիկ սկսեցին անգամ արտասահմանից ինձ գրել, որ խնդրում ենք մի դադարեցրու այս ամեն ինչը, մենք կուղարկենք այդ 100,000 դրամները, դու ուղակի գնա, գտի դու ու իրանց մասին պատմի մեզ պետք չի քո հաշվետվությունը, մեզ ուղակի պատմի մեր հերոսների մասին, որ մենք մեր երեխաներին ցույց տանք իրական հերոսներին։ Հետո երբ որ ես գնում էի, այդ տղաները որ գալիս են, իրանց ծնողների հետ չէին խոսում։ Հիշում եմ մի օր մեր գյուղերից մեկն էի գնացել, խոսում էի տվյալ անձի հետ, ուղղակի անունը չեմ տալիս, գուցե չուզի, ասում է Դիանա ջան, որ պատերազմը սկսեց, այդ ռումբ եկավ, կողքովս անցավ, ասի, լավ պրծա, երկորդը որ եկավ, ասի, վсё, էս իմն էր, ու հենց իրա վրա էր ընկել, ինքը ողջ էր մնացել, մեկ էլ խոսքի մեջ ասում է, դե այն որ փորիցս էլ կրակել էին, կներեք իհարկե եթերում եմ ասում, բայց այդ բանը կողքից հերը ասեց, այ շան տղա, փորիցդ էլ են կրակել, հայրը չէր իմացել, այսինքն իրանք իմ հետ խոսում են որպես իրանք զինվորի, հա, ոնց կխոսեն ընկերներով, ու այդ դեպքից հետո ինձ ծնողները զանգում են, ասում են, խնդրում եմ, մեզ փող մի բերեք, ուղղակի եկեք իրանց հետ խոսեք, էլի։ Ու այսպես գրեթե 1 տարի ես պատերազմը ավարտվել էր, բայց իմ մեջ պատերազմը չէր ավարտվել, որովհետև ես գնում էի, մենք նստում ենք, ժամերով խոսում ենք, կոպիտ ասած հոգեբանի դեր էի տանում, հա, իրանց համար, բայց դա շատ նուրբ հարց է, շատ զգուշ է այդ ամեն ինչ անում։ Հոգեբանի դեր տանել ինքը շատ բարդ է։ Ոնց Աննան իր ոնց է ֆիլտրում, որ իր վրա չանդրադառնա այն ամենը, ինչի միջով ինքը անցնում է, իսկ վստահ այդ ամեն մի պատմությունը քանդում, հավաքում է մարդուն ներքուստ, ինչ եք անում, որ գիտեք, ես իմ մեջ հասկացել եմ, երբ որ ես գտնվում եմ գործողության մեջ, ես դրա մասին երբեք չեմ մտածում, որ գերբնական ուժ է, բայց մի տարի, երբ որ ես այցելեցի, վերջինը այցելել էի 2 եղբայրների, ու իրենցից մեկը բավականին ծանր հոգեբանական, ֆիզիկական վիրավորում ստանալու ուրիշ բան է, հոգեկան, այո, այդ հոգեկանը շատ ավելի բարդ է, այդ տղաներից մեկ ինձ ասեց, Աննա ջան, արի նստի կողքս, արի նայենք, տես ոնց են գերիներին, չեմ ուզում այդ բառը ասեմ եթերում, տես ինչ են անում գերիներին, ես ասեցի հոպ, մի րոպե, կներեք ընկերուհիս հետս էր, որ դուրս եկանք, սկսեց լացեղնել, ասեց, դու ոնց չես խելագարվել, ու ես հասկացա, որ ես այլևս չեմ կարող դրանով զբաղվել, որովհետև
այդ պահի Աննան ուրիշ էր, Սարի պես իր տղաների թիկունքին կանգնած, բայց այն Աննան, որ գնում էր տուն ու գիշերը եթե ստացվում էր քնել բացի սև տոպրակներից ուրիշ բան չէր տեսնում, իսկ այդ սև տոպրակների մեջ պարզային չէր։ Ես հասկացա, որ պետքա դադար տալ։ Ու դադարեցրիք։ Ու դադարեցրի։ Դադարեցրի մոտ 1 տարի, մենակ ծննդիս օրերն էր։ Ավանդույթ էի դարձել, գրում էի ինձ նվեր չառնեք, մեկա ես ոչ մի բանից չեմ ուրախանում, փոխանցեք ինձ կգնամ ինչ-որ մի կարիքավորի կօգնեմ, այդպես գնում էի, դադարեցի մինչև մեկ նամակը, որը իմ ամբողջ կյանքը փոխեց, որ կա հիվանդ զինվոր, ով պատերազմի ժամանակ վախից արյան ռակ է ստացել։ Տղային 2 ամիս են տվել, տղային բավականին մեծ գումար է հարկավոր։ Այն հայտնի դրամահավաքն է։ Այո, այն հայտնի դրամահավաքը, որից հետո ես դառա համահայկական Աննա։ Խնդրում ենք այցելի։ Մի քանի անգամ ասեցին, ճիշտն ասած, չէի կարողանում գնալ, չէի վերականգնվել։ Գիտեք, ես պատերազմից ինչ եկել եմ, իմ ընկերները միշտ ինձ ասում են գնա, խոսի հոգեբանի հետ, գնա, ես երբեք չեմ գնացել հոգեբանի մոտ։ Ես երբեք չեմ խոսել ոչ մեկի հետ։ Ու հետո որ տեսա արդեն դրամահավաքը սկսել են, բայց առաջ չի գնում, էլի մեջիս զինվոր Աննան սենց արթնացա, ասա ոնց կարաս էլի չի։ Գնացի, հանդիպեցի տվյալ անձին, տեսա որ իրոք շատ վատ է, ու ռեալ դեմքին երբ որ նայում էի հասկանում էի, որ այս մարդուն գուցե 2 ամիսն է չփրկեցի, ասի ինչ է հարկավոր, դե ասեց 200,000 եվրոից ավել գումար է պետք ու գնամ Գերմանիա բուժվելու, այդ պահին գոլեգաս հետս էր, սենց մի փոքր հումորային բան, ես միշտ փորձում եմ ամեն ինչի մեջ հումոր էլ անեմ, որ չգժվեմ, քմծիծաղով ասեցի, դե 100,000 դրամ կհավաքեմ, կգամ կտամ, չեմ կարա այդքանը հավաքեմ, ձեզ Գերմանիա չեմ կարա ուղարկեմ, բայց 100,000-ը ոնց ուզում ա լինի, մի քիմիայի կամ մի բանի կհերիքի, հա։ Դուրս եմ եկել, նստեցի մեքենաս, գոլեգաս այդ պահին հանեց, չեմ հիշում, կամ 10,000 դրամ էր, կամ 20,000 դրամ, ասեց, թող սա լինի քո դրամահավաքի մեկնարկը։ Գնացի աշխատանքի, ստատուս գրեցի ու եղավ այն ինչ եղավ։ Քանի օրում հավաքվեց այդ։ Ես հիշում շատ ուժեղ աղմուկ հանեց այդ դրամահավաքը, այդտեղից եմ ֆիքսել։ Ուրեմն ես դա արել եմ որպես Աննա Հովհաննիսյան, հասարակ Վանաձորցի, այսինքն անհատ։ Ես այդ ժամանակ ոչ հիմնադրամ ունեի, ոչ մի բան եւ ունեի ընդամենը 1 աշխատավարձի քարտ։ 5 օրվա մեջ հավաքվեց 91 միլիոն դրամ, ավելին քան անհրաժեշտ էր։ Երբ որ մենք պետքա մտնեինք դեսպանատուն, դե քաղվածք եք, չէ՞, ներկայացնում, բանկի աշխատակիցները արդեն ուզում են լաց լինել, որովհետև 2 աշխատակից 2 թե 3 ժամ քաղվածք են։ Հա, որտեղ 1000 դրամով, 5000 դրամով, 10000 դրամով չէ՞ փոխանցում։ Այս դրամահավաքի ֆենոմենալը, գիտեք ինչն էր, որ փոխանցում էին բացառապես հասարակ մարդիկ։ Ամենախոշոր գումարը, որ եղել է փոխանցված, դա 400,000 դրամն է եղել մեր երկիչներից մեկի կողմից, մնացածը եղել է, ամենափոքր գումարը եղել է 290 դրամը։ 1000 դրամով, 2000 դրամով, 3000 դրամ միացել էր ազգի 50%-ից ավելի։ Ֆենոմենալ։ Այդ օրերին, երբ որ Facebook էիք մտնում, գրում էիք Աննա Հովհաննիսյան, ինքը բերում էր the most famous person այդ բան։ Այնքան էին, հա, այդ search-երի մեջ, այնքան էին իմ անունը, ասենք, կարդացել, post տվել, էսովա, էս ինչ անում, ինչ ուզում մեզանից։ Իմ գոլեգաներից մեկը դրամահավաքի ավարտին ասեց, գիտեք, սա գումարի մասին չէր, սա փլուզված ազգի հա վերա միավորում էր, հա, որ մենք անընդհատ լսել ենք, մենք լավը չենք կարա, ուղղակի հայտնվեց մի մարդ, ենթադրենք դա ես չեմ, հա, ես չեմ սիրում ասեմ ես, հայտնվեց մի մարդ, ով դրեց ճիշտ նպատակ, ու այդ ճիշտ նպատակի շուրջ հավաքվեցին։ Նայեք, ստեղծված հակառակ կողմն էլ կա։ Ես ինքս շատ բան եմ կասկածամիտ եմ ցանկացած դրամահավաքի։ Օրինակ, հա, դեպքի մասին որ խոսում ենք, ես արյուն եմ հանձնում, բայց գումար չեմ փոխանցում։ Այդ վստահությունը կամ հաշվետվողականությունը, որ ասեմ,
Ես ինչ եմ իմանում, որ ասենք, չգիտեմ, նստել է 91 միլիոն դրամ, թե նստել է 191 միլիոն դրամ։ Այդ ոնց է կարել, որ բոլորը ձեզ հավատում են, առանց վերապահումների փոխանցում են գումարը, ու որն է դրա գաղտնիքը, որովհետև մենք շատ վատ кейսեր ունեցել ենք։ Նույն ավելի լուրջ հիմնադրամների հետ, որ գումարները չեն ծախսվել տեղին, նենց ոնց որ պետքա լիներ, էլի եղել է դեպքեր, որ էլի բոլորով միահամուռ ուժերով կազմակերպել ենք շատ ուժեղ դրամահավաքներ, ու հետո եղել է, ինչ եղել է։ Աննային ոնց է դա հաջողվել։ Ձեր հետ ասած кейսերի հետ ես գրեթե ամեն օր բախվում եմ Facebook-յան հարթակում, ես տեսնում եմ ինչ մարդիկ են։ Ես այնքան ապացույցներ ունեմ իմ հեռախոսում խաբեությունների մասին ու հաճախ նաև գրում եմ։ Գիտեք, երբ որ ես սկսեցի այդ հայտնի դրամահավաքը անել, արդեն նշեցի, որ ունեի ընդամենը մեկ աշխատավարձի քարտ։ Ունեք 60 վայրկյանում իմ հեռախոսին միայն SMS-ների notification գալիս էր 120-ից 130 հատ։ Ինձ բանկից անմիջապես զանգեցին, ասեցին, «Էս ի՞նչ է կատարվում»։ Ասի դրամահավաք եմ արել, բանկը հենց մեր շենքի տակն է, ասի ես հիմա կիջնեմ ձեզ մոտ։ Գնացի, ասեցի Վանաձորը փոքր քաղաք է, գրեթե բոլորը բոլորին ճանաչում են, իսկ ինձ առավել եւս այդ օրերին բոլորն են ճանաչում։ Ասեցի ես իրավասություն եմ տալիս ձեզ, ուշադիր նայեք իմ բոլոր մուտքերին եւ ելքերին։ Ես ձեզ խոսք եմ տալիս, որ իմ քարտից ելք չի լինելու։ Okay։ Այդ ասելու վրա ես բարձրանում էի աշխատանքի, մեքենայից բենզինը վերջացավ։ Իմ ձեռքին կանխիկ չկա, աշխատավարձս նստել էր քարտին։ Մտա այդ բենզալեցական, ասի բարև ձեզ, եւ իմ միակ մարդն էր, որ ինձ չէր ճանաչում, ասի որ խնդրեմ 5000 դրամի բենզին կլցնեք, բայց գումար չունեմ, էլի։ Ճիշտ է, քարտից մի քանի միլիոն կա, բայց չեմ կարող անել։ Այս տղան սենց ինձ անամ, ասում եմ խոսք եմ տալիս, ես էսա կխնդրեմ կգան, հեռախոսս էլ նստել էր, զայատկեն չէի կարողանում, բա լավ դե խնդիր չկա, դե 5000 դրամ է, խաբեք, ասում եմ չեմ խաբելու։ Ես հասա աշխատանքի վայր, տղաները իջան այդ 5000 դրամը վճարեցին, այսինքն ես անձամբ իջա բանկին զգուշացրեցի, որ ես ինձ արգելել եմ այդ քարտից գումար հանել։ Խնդրում եմ ուշադիր եղեք։ Իմ գոլեգաները զանգեցին, ասեցին, տեսել ես, որ աշխատավարձ ենք ստացի, ասի չէ, չեմ տեսել, ինքը գնացել է ընդհանուրին, բանկի աշխատակիցները կանչեցին, ասեցին, իս սեր Աստծո, արի քո համար մի հատ ուրիշ հաշվեհամար բացենք, բոլորիս ներկայությամբ դու այդ հաշվեհամարիդ աշխատավարձիդ գումարը գցի այդտեղ ու նենց առանձնացրու։ Հասկանում եք, այդ բանկում աշխատում է մոտ 50 մարդ։ Եթե ես մի հատ թերություն անեի, ոնց ուզում ա լինի, այդ 50-ից մեկը կգնար իր տանը։ Բայց չիմացար ինչ եղավ, հələ նայի։ Բայց չիմացար, բա այսպես, այսինքն եւ բացի դա, նախքան այդ ամեն ինչն է, ես պատերազմի ժամանակ անգամ, երբ որ այն խառը վիճակներին դեղ էի առնում կամ ինչ էի անում, հա, անընդհատ կտրոններ նկարում դնում եմ։ Ինձ միշտ ասում են, պետք չի այդքան թափանցիկ, մենք քեզ վստահում ենք, ասում եմ, չէ։ Դուք ինձ հարգում, ընդունում, վստահում եք հենց նրա համար, որովհետև ես էս տեսակն եմ։ Եթե ես մի անգամ սկսեմ ձեզ հաշվետվություն չտալ, արդեն սկսելու եք արդեն սկսելու եք խոսել ու գուցե ես թուլանամ արդեն։ Հա, այդ էլ է, չէ՞, պահումը, որ բան։ Գիտեք, գումարի հետ աշխատելը դա շատ բարդ բան է։ Անտանելի մեծ գայթակղություն է, երբ որ դու քարտիդ վրա ունես 10000 դրամ քո սեփական, ու այնտեղ միլիոններ կա, որ վրայից 2 միլիոն վերցնես, ոչ մեկ չի էլ իմանալու։ Հա։ Այդ շատ մեծ աշխատանք է։ Ես իմ հետ շատ մեծ աշխատանք եմ տարել, բայց բացի այն, որ ես հաշվետու եմ մարդկանց, իմ հետ շատ մի հատ կարևոր բան կա։ Ես հաշվետու եմ Աստծո առաջ։ Ու եթե դուք չիմանաք, որ ես ձեր 5000 դրամը գողացել եմ, ես շատ աստվածավախ եւ աստվածապաշտ մարդ եմ։ Հաստատ որ Աստծո առաջ բախտ ունենամ կանգնելու, իրան պետքա պատասխան տամ։ Այստեղ մի հատ ուրիշ պահել կա, երբ որ դուք անում եք այդ մեծ դրամահավաքները, ինչ որ պահի տարբեր քիչ թե շատ հայտնի մարդիկ, միկրո եւ մի քիչ ավելի մեծ ինֆլուենսերներ, երբ որ տեսնում են ինքը հաջողվելու է, հաջողվում է, կպնում են իրանց անվան հաշվին, բոլոր կրեդիտները, հա, վերցնում են ձեզանից, իրանք տենց, ոյ, մենք ենք հիմա հասեք, բրկեք, նայեք հիմա ինչ ենք անում, Աննան սկսում է, ինֆլուենսերը միանում է, Աննայած ամբողջ, Աննան մեկը տանում է այդ, բայց ինֆլուենսերը վերցնում է այդ ամբողջ դափնիները։
Ես չեմ սիրում տենց բաներ, ես շատ մասնագիտական, ասեմ նախանց, ասեմ ինչ ուզում եք անուն դնենք, դուք ոնց եք վերաբերվում, բայց մյուս կողմից էլ հասկանաս, օքեյ, եթե ինքը կարա օգնի ինչ-որ բանով, թող օգնի, հիմա բայց չի էթիկայի առումով ճիշտ չի։ Ինչպես Աննան վերաբերվում դրան։ Այդ հայտնի դրամահավաքի ժամանակ երևի Հայաստանի 98% երգչուհիներ, երգիչներ, այսինքն մեր շոու բիզնեսի ներկայացուցիչներ, այն մարդիկ, ովքեր ունեն լսարան, ինձ թեգում էին եւ ինձ ասելով իմ դրամահավաքն էին թեգում։ Եվ շատ մարդիկ մտնում այդտեղ մեկնաբանում էին, վայ ինչ լավ է, որ մեր կազմակերպած դրամահավաքը սենց գովազդում եք, սենց օգնում եք մեզ, ոչ մեկ չէր գրում, վայ ինչ լավ է, որ Աննայի կազմակերպածն է, շատ դեպքեր։ Հետո մի հատ ուրիշ բան էլ հիշեցի։ Ամեն մեկը իր հաշվի համարներ տալիս։ Այո։ Այդ էլ մեկնաբանեք։ Ես այն մի հարցը ավարտեմ, հետո կմեկնաբանեմ դրան։ Գիտեք, այդ օրերին ես այնքան ուժասպառ էի, ես 5 օր չէի քնել, որովհետև Հայաստանը քնում էր, արթնանում էր Սփյուռքը ու անընդհատ գրում են ինձ ու չեք հավատա, բայց ես 15000-ից ավել նամակի եմ պատասխանը, ես ոչ մի նամակ անպատասխան չեմ թողել։ Այսինքն ինձ ասում են լավ, դիան 1000 դրամա փոխանցի, ինչ պարտադիր է գրես, ասում եմ իրա ունեցած 1000 դրամը կարող է քո ունեցած 100,000 դրամից կարևոր լինի։ Ես բոլորին գրել եմ շնորհակալություն ու այդ օրերին չէի կարողանում շատ բան ասեի, բայց փառք Աստծո ես ունեմ ինձ շատ սիրող մարդիկ։ Այդ մարդիկ մտնում մեկնաբանում են, ասում են սա Աննա Հովհաննիսյանի կազմակերպածն է, այս դուք չեք։ Երբ որ սկսեցին տարբեր հաշվեհամարներ, դա սկսվեց ընտանիքի անդամների կողմից իդեպ, այսպես սկսեց տարածվել, հա, իրենք դուրս էին եկել կապի տարբեր ինֆլուենսերների հետ, խնդրել են, իրենց հաշվեհամարով չեն կարող մեղադրել, այո, այդ պահին չեն ճանաչում պայմանական Աննային, սկսում են արդեն իրենց հաշվեհամարով բան անել, գումարներ վերցնել։ Ու ես հասկացա, որ եթե այսպես լինի, գիտեք, ինձ համար աշխարհում ամենակարևորը իմ անունն է։ Իմ պատիվն ու իմ թասիբը, դա ինձ համար շատ կարևոր է։ Ես կապվեցի տարբեր մի քանի մարդկանց հետ, որոնց հետո ընկերացանք ու ասեցի գումարի մեծամասնությունը հավաքվել է իմ մոտ։ Շատ շնորհակալ եմ, որ ինձ օգնում եք։ Եկեք կազմենք մի թիմ, մենք մի հատ չաթ ունենք, անգամ անունը հոգեբուժարան էինք գրել, որտեղ նենց բաներ էր լինում, որ ու հասկանում եմ, որ դուք ամեն մեկը ձեր լսարանի առաջ եք հաշվել, բայց ի վերջո այդ գումարները դուք ինձ եք փոխանցել։ Կամ դրեք իմ հաշվեհամարը, որովհետև մարդիկ երբ որ տեսնում են մեկ դրամահավաքի համար 4-5 հատ բան, արդեն կասկած է առաջանում, հա? Կամ էլ հայտարարություն դրեք, որ դուք հավաքում եք ձեր հաշվեհամարով, ես էլ իմ կողմից հայտարարություն դնեմ, որ հաստատում եմ այս 3 հաշվեհամարները, որի վրա որ հավաքվում է, շատ խառը պատմություն։ Ես այդ դրամահավաքից հետո հիվանդացա, շատ ուժեղ հիվանդացա, որովհետև մի օր մեկ ինձնից օգնություն էր խնդրել, մերժեցի, որովհետև ես ամեն դրամահավաք չի որ անում եմ եւ պարտավոր չեմ, սա ուզում եմ հասկանալ, էլի մարդ ես չեմ կարող անընդհատ մարդկանցից փող ուզել, ասեց քեզ ինչ կա որ մի հատ ստատուս ես գրում միլիոններ ես հավաքում, այսինքն մարդկանց մոտ այդ բանն է ստեղծվում, որ մի հատիկ ստատուս գրեցիր միլիոնները սենց գալու են, բայց իրանք չեն պատկերացնում թե դա ինչ դժոխք է։ Ամեն դեպքով պատվով մենք ավարտեցինք, հավաքեցինք այդ գումարը հավաքելուց հետո պարզվեց, որ տվյալ ընտանիքը անգամ չգիտեր, թե ուր պիտի գնա, ինչ հիվանդանոց պիտի գնա եւ այլն, ես նաեւ իմ ընկերների հետ եկան Եվրոպայից, այդ ամեն ինչը կարգավորեցինք, դեսպանատան հարցերը արեցինք, ուղարկեցինք ոչ թե Գերմանիա, այլ Չեխիա, բուժվեց տվյալ անձնավորությունը եւ հետ եկա։ Այդ օրվանից ես դարձա համահայկական Աննա եւ հասկացա բոլոր խնդիրները դրամահավաքի, թե ոնց են քո դրամահավաքը այլ մարդիկ իրենցով անում, թե մնացած ամեն ինչ է։ Թե մնացած ամեն ինչ է եւ դրանից հետո սկսեցի արդեն ավելի ինստիտուցիոնալ մոտենալ հարցը։ Այստեղ մի հատ ուրիշ կարևոր հարց կա, ստացվում է այնպես, եթե այդքան ռեսուրս եք դնում ամեն դրամահավաքի մեջ, դուք ձեր կյանքը չունեք։
չեք ունենում, հա, ամբողջ ձեր ռեսուրսը, ազատ ժամանակը, հոգեկան կայունությունը գնում է տվյալ մարդու հիվանդությամբ ապրելով, տվյալ մարդու խնդրով ապրելով եւ տվյալ մարդու խնդիրը լուծել փորձելով։ Այդ դուք ինչ խնդիր եք լուծում բոլորին օգնել փորձելով, բոլորին ինչքան որ կարող եք։ Ինչ խնդիր եք դուք ձեր մեջ լուծում դրանով։ Գիտեք, պատերազմից հետո ես շատ տխուր մարդ եմ դարձել։ Շատ։ Ու հաճախ, երբ որ մենակ եմ մնում, ինձ բավականին վատ եմ զգում։ Չնայած ես որ իրական կյանքում ասում եմ, ես ահավոր ինտրովերտ եմ, մարդիկ զարմանում են, ոնց այն Facebook-ի Աննան, որ մի ժամվա մեջ 3 հատ ստատուս է դնում, ոնց կարա ինտրովերտ լինի, ասում եմ, հա, այն ուրիշ Աննա է։ Այն Աննան է, որ օգնում է, այս Աննան ինտրովերտ է, բայց ամեն դեպքում պետք է անկեղծ լինեմ, որ բացի դեմի մարդու օգնելու համար դու դրանով օգնում ես նաև քեզ։ Ինչով։ Այդ պահին քո մեջի ցավը դնում ես մի կողմ, չէ՞ որ ես էլ եմ մարդ, ես էլ ունեմ հազարավոր խնդիրներ, ես էլ ունեմ շատ տխրելու առիթներ։ Երբ որ ես մտնում եմ այդ դրամահավաքի process-ի մեջ, մոռանում եք։ Ես մոռանում եմ։ Ես արհեստական ինչ շպրտում եմ մի կողմ, կներեք այս բառի համար, եւ սկսում եմ ապրել տվյալ, չգիտեմ, երեխայի կամ ինչ որ մեկի, իդեպ ես այն հայտնի դրամահավաքից հետո որոշեցի, որ միայն արդեն երեխաներին եմ օգնելու, որովհետև չգիտեմ, այդպես եմ ուզում, երեխաներին օգնելը լավ բան է։ Երեխաները շատ շնորհակալ են։ Իրանք կարան մի հատ գան գրկեն ու վերջ, դրանով դու լցվես։ Այն փոքրիկի համար դրամավակ եկանում, այդ էլ բոլորս սկսեցինք ապրել իրենով ու իսկապես հետևում ես թե ինչ եղավ, ոնց եղավ, բա եկել է Հայաստան, ուրեմն ամեն ինչ լավ է, փառք Աստծո եւ այլ եւ այլ։ Այո, խոսքը Գաբիի մասին է, որ դրամահավաքը Արմոսը Մարտիրոսյան սկսեց, հետո ես միացա ու սենց ամբողջ ազգը ձնագնդիկի էֆեկտով գնաց ու դա էլ մի հատ այլ երևույթ է, հա, որ արվեց այդ կարգի դրամահավաք, ես վերջերս ես նորից Գաբի ծնողներին օգնեցի դրամահավաք արեցինք, վերադառնալով ձեր հարցին ամեն դեպքում ինչ խնդիր եմ լուծում, իրենց համար խնդրի լուծում այնա, որ գուցե եւ գումարը հավաքվի եւ նրանք շանս ունենան ապրելու, ինձ համար այդ պահին ցավս լրացնելու ու նաև ուղղակի, չգիտեմ, ես հաճախ եմ մտածել ինչի ես, ինչի հենց էսպես ստացվեց։ Ասենք դուք կարայիք ուղղակի ոչ բան չանեի։ Ես կարայի ուղղակի ինձ համար ապրեի, իմ նկարներն անեի կամ չգիտեմ, ու իմ սովորական կյանքով, բայց ասում եմ, եթե Աստված այդ ամեն ինչը ինձ մեջ դրել է, իսկ ես վստահ եմ, որ դա Աստված ա դրել, որովհետև հենց այնպես չի կարա էլի դա լինի, հենց այնպես այսքան, ու գիտեք, իմունքը դա միայն գումարի մասին չի։ Դե հա։ Դա վեհ արժեքների մասին է։ Եղավ դեպք, որ հիվանդի կյանքը չհաջողվեց փրկել, ու այդ էլի, որ նայում ես, հետևում ես, սկսում ես ապրել այդ մարդու կյանքով, որ գրեցիք, որ չի հաջողվել փրկել կյանքը, չգիտեմ, գումար ա մնացել, ասացիք, հա, եթե հենց առաջ որ էմոցիոնալ փորձում եք չկապվել, բայց ամեն դեպքում անհնար դա անհետ կմնա։ Տենց դեպքերում, որոնք թութ քիչ լինեն կամ չլինեն, տենց դեպքերում ինչ եք անում, ոնց եք փորձում դուրս գալ այդ հոգեբանական ծանր վիճակից, որովհետև ի վերջո ամեն մարդով դիմելա ձեզ եւ դուք դրամահավաք եք արել, ոնց որ մի մասնիկը ձեր տվել եք նաեւ այդ գործին, չէ։ Ինձ այդ դրամահավաքի համար դիմել էին, երիտասարդ տղա էր, բայց քանի որ ես որոշել էի իմ մեջ, որ էլ չեմ անելու, միայն երեխաների համար մերժել էի։ Հետո ընկերներս սկսեցին այդ դրամահավաքը անել, մեր այդ ընկերական շրջապատում ինձ կոչում են ծանր հրետանի։ Հենց էլ չի լինում Աննային են, հա։ Իրանք հասկացան, որ չեն կարող, իսկ քանի որ սրտի փոխպատվաստման հարց էր ու այնտեղ ժամերի օրերի խնդիր կար, ես ստիպված միացա ու էլի 2 օրվա մեջ ես անգամ իջացրել էի 5 օրը, չէ, հա, ամբողջ գումարը հավաքեցի, տղան արդեն ճանապարհին էր, հա, իրենք չէին սպասել, որ գումարը հավաքվի մի անգամից ու երբ որ մահացավ այդ տղան, ինձ համար շատ ծանր էր։ Ինձ համար նաև շատ ծանր էր, երբ որ իր քուրիկը խնդրել էր, որ ես անպայման գնամ հոգեհանգստի։
ու երբ որ ես գնացի հոգեհանգստին ու բոլորը այդտեղ շրջվեցին, իմ ընկերներից մեկի Սեի հետ էի գնացել, ով եւս ինձ օգնել էր, բոլորը շրջվեցին, նայեցին ինձ ու չեմ հիշում իր մորքուրն էր, թե ով էր, պահի էմոցիայի տակ ասեց, դու չկարողացար իմ տղային փրկես, ինքը հետո հասկացավ, որ սխալ բան է ասում, գիտեք, ինչ եղավ այդ պահին, որ սենց աչքերի դեմը մթնում է, չես հասկանում, գետինը բացվում է ինչ-որ, ու ամպերը սենց չես հասկանում ինչ ա եղել։ Ու այդ պահին իմ հեռախոսին անդադ թեգում են ինձ, զանգում են ինձ, նոր դրամահավաք, նոր դրամահավաք, նոր դրամահավաք, ես հասկացա, որ խելագարվել եմ։ Ու ես ինձ խոսք տվեցի, որ ես երբեք ոչ մեկի հետ էմոցիոնալ կապի չեմ ունենալու, չեմ մտնելու, որովհետև անհնար է, անհնար։ Հա դու կարաս փող հավաքես, բայց Աստծո գործերն անքննելի են, դու չես կարող Աստծո գործերի մեջ խառնվես։ Այս գործը, որը որ դուք եք անում, ինքը ունի շատ մեծ PR-ի կոմպոնենտ։ Եթե դուք չհանրայնացնեք, չգրեք, չխոսեք, չհամոզեք, ոչ ոք չի լինելու։ Ու շատ մարդիկ դա դիտարկում են այլ տեսանկյունից, Աննան PR-վում է։ Ինչի Աննան PR-վում, մի անգամ նույնիսկ այնպես post է կարել, հիշում եմ, որ հերիքա, որ չփիարվեմ, ոնց է լինելու։ Ինչի եք փիարվում։ Փիարվում եք արդյոք թե ոչ։ Երբ որ ես պատերազմից եկամ, էլ թույլ չեն տալիս, գնամ պատերազմ, ինձ զանգահարեց մեկ լրագրող ու ասեց, ուզում ենք ձեզանից հարցազրույց վերցնենք, ասեցի ես չեմ ուզում հարցազրույց տալ։ Ասավ ամենայն հարգանքով Աննա ջան, բայց դուք իրավունք չունեք հարցազրույց չտալու։ Որովհետև սա նախ պատմություն է, որը պետք է փաստագրվի, հա, փաստերը գրվի, եւ երկրորդը դուք ձեր փողով եք այս ամեն ինչ անում, ասում եմ չէ, մարդկանց։ Ասում եմ դուք պարտավոր եք խոսել։ Ու գիտեք, ասում եմ մենք ունենք նրա կարիքը, որ լավ գործերի մասին լսեն եւ դա դառնա վարակիչ։ Ես այդ օրվանից հետո հասկացա, որ ով է Աննան առանց իրա մարդկանց, ես լսարան բառը չեմ ասում, ես հետևորդներ բառը չեմ ասում, ես աստղ չեմ, ես սովորական վանաձորցի մարդ եմ, դրա համար հենց ստեղծվեց իմ մոնք բառը, դրա մասին եւս կխոսենք, ու այդ օրվանից ես սկսեցի PR-վել, ինչքան շատ էի PR-վում, այնքան շատ կյանքեր էին փրկվում, այնքան հա, շատ մարդիկ էին ներվայնանում, ոչ մեկ անգամ իմ ընկերները, ես առաջի անգամ եմ սրա մասին ասում, չգիտեն թե այն իրական կյանքի Աննան ինչեր է անում։ Իրական կյանքի Աննան էլ ակ չէ կռիվ տալիս։ Իրական կյանքի Աննան շատ կռիվ է տալիս, ամեն օր։ Իմ ընկերները աշխատում են էլ իմ հետ փողոց դուրս չգան, որովհետև ես անդադ կռվի մեջ եմ ընկնում, ծխախոտի այդ բիչոկը շպրտողի հետ, կամ չգիտեմ ինչ անողի հետ։ Ոչ մեկ Facebook-ում չի տեսնում, որ Աննան մեքենան կենտրոնում կանգնացնում է, իջնում է տատիկին փողոցը անցակացնում։ Ոչ մեկ չգիտի, որ Աննան այն օրը սոված տատիկին իր գրպանից գումար է տվել, գնացել է հետը առևտուր արել։ Այդ ժամանակ, երբ որ ես գրեի, գիտեք, ես այս բանն արել եմ PR-վել, ես բարձրաձայնում եմ, ես հաշվետվություն եմ տալիս։ Ես վարակում եմ լավ օրինակով, ես սովորեցնում եմ, որ ձեր 1000 դրամը ամոթ չի, փոխանցեք, ինքը հենց 1000 դրամով է։ Բայց նաև դառել է սովորություն, եթե կա խնդիր, դիմենք Աննային, ու եթե Աննան ասում է չէ, շատ վատ Աննան, շատ վատն է։ Ես մի անգամ լսել եմ մի այդպիսի դեպք, զանգել են ձեզ ինչ-որ հարցով, մերժել եք, ու դառավ, գիտես, ինքը ասաց, ես դա չեմ անում, ինքը անջատեց հեռախոս, ես էլի զանգեցի, դառնում է սովորություն։ Անգլերեն մի հատ արտահայտություն կա, ասում teach a man to fish, սովորեցու ձուկ բռնել, քան թե ձուկը տալ։ Հիմա այս դեպքում նու հիվանդ երեխաների առողջության հետ կյանքի համար պայքարող մարդկանց դեպքում դա մի քիչ շատ բարդ է, բայց երբ որ արդեն դառնում է դա սովորություն, ոնց է անում, որ այդ սովորությունը միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում հասնի ձեզ։ Գիտեք, կա երկու Աննա, մեկը շատ բարի է, մեկը շատ չոր։ Ու շատ հաճախ մարդիկ հենց այս չոր Աննային են հանդիպում։
Երբ որ ես գրում եմ, որ ժողովուրդ ջան, ես պետական կառույց չեմ։ Ես հարուստ մարդ չեմ։ Ես մարդ եմ ու մոտ մի անգամ չգիտեմ ոնց ստացվել է, ու ես խիղճս չեմ կորցրել, փորձել եմ գոնե այդ մի քանի անգամը այնպես անեմ, որ կարողանամ օգուտ տալ։ Ես արդեն սովորել եմ դրան։ Մի քանի օր առաջ էլ իմ մասին շատ վատ բաներ էին գրել։ Հա, գրել։ Շատ վատ բաներ ու ինձ սկրին արեցին, ուղարկեցին, ասում են, տես, մերժել ես լքու մասին, գիտեք ես ինչ անեծքներ եմ ստանում, իհարկե հազարավոր օրհնանքներ եմ ստանում, բայց նաև լիքը անեծքներ եմ ստանում, իդեպ ինձ դիմողների, ինչքան էլ ես միշտ փորձեմ մարդկանց մասին լավը մտածեմ, բայց ինձ դիմողների եւ շատ հաճախ այլ դրամահավաք անողներին, ովքեր որ դիմում 80%-ը խաբում են։ Ես գիտեմ մարդ, ով իր երեխու բերանի մեջ դեղադրել, գցել ապրիստուպի մեջ նկարել է ուղարկել մեզ։ Ինձ անհնար է խաբել, ես չեմ խաբվում։ Ինձ կյանք այնքան դաժան դասերով է բերել հասցրել սրան, որ ինձ անհնար է խաբել։ Ու երբ որ ասեցին այ տես քո մասին վատ բաներ են գրում եւ այլն, որովհետեւ դու մերժել ես, ասում եմ, տատիկս մի հատ լավ խոսք ուներ։ Ասում էր ցեխին որ խփես, գալու է դեմքիդ։ Ձեռնտել ցեխում։ Այո։ Եվ ես երբեք չեմ կարա իջնեմ, սա ես ինձ չեմ գովում, հա, ուղղակի ես չեմ կարա իջնեմ իրենց մակարդակին, որովհետեւ այդտեղ ես պարտվող եմ դնում։ Ես փորձում եմ դա դնել մի կողմ, սուտ կլինի, որ ասեմ ընդհանրապես չի ազդում, բայց ամեն դեպքում չի կարա չազդի։ Հիմա այստեղ նաև հարց կառաջանա, իսկ որ երեխան է քո համար ավելի կարևոր, որին ես ընտրում օգնել կամ, չգիտեմ, բոլորն է կարևոր են, բայց այդ պահին են, որ ասում եմ, չգիտեմ, Աստված ոնց կամենա, որին կկարողանա, քանի դեռ ես դա անում եմ բացառապես սովորական մարդկանց 1000-2000 դրամներով։ Եղել է դեպք, որ մտածեք, որ անիմաստ է, այս ամեն ինչը ուզում եմ թարգեմ, ուզում եմ գնամ հետ իմ նկարներին, իմ աշխատանքին, բայց հետո չէ կարել, չէ կարել հաստատ։ Անկեղծ լինեմ, ամեն օր։ Ամեն օր։ Այո։ Մի քանի օր առաջ այս Facebook-ը ինչքան էլ լավ գործիք է իմ բարագայում, ինքը նաև կործանարար տեղ է։ Ու բացի այս բարեգործությունը ես ի վերջո հայ եմ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, ով հաշտ չի, թե ինչ է կատարվում իր երկրի հետ, հա։ Ու երբ որ ջղայնացած ստատուս գրեցի, ընկերներիցս մեկը ասեց, հերիք է էլի։ Ինչ ես քեզ քայքայում 100 լիտր կեղտաջրի մեջ, կաթոցիչով 2 կաթիլ մաքուր ջուր ես լցնում։ Չես հասկանում, որ ոչ մի բան չես կարողանալու փոխես։ Ասեցի, հա էլի ճիշտ է ասում։ Էս ինչ եմ անում ես։ Բայց հետո երբ որ նստած էի, Գաբին զանգեց, ասեց, ինչ կայ ճպլ։ Հասկացա, որ չէ, մի րոպե։ Կաթիլ, այսինքն ճպլիկներ կարողանում են այդ երեխան միշտ զանգում անենց պահերի, որ ես ահա որ հուսահատ ինքնուրույն է վերցնում զանգում։ Ոչ ծնողն է, կամ այդ պահին մեկ այլ բալիկի մամա ուղարկեց, ասում է, տեսեք, երեխեն քայլում է, մուկ հիվանդության պատառապում, այդ երկար չասեմ հիվանդության մասին։ Ասում եմ, խնդրում եմ նայեք, դպրոցում երեխեքին ասել են ոտքի կանգնեք, իրան ասել են դու մի կանգնի, դու նստի, ինքը սենց բռնվել է ու կանգնել է։ Այդ պահերին հասկանում եմ, որ ես իրավունք չունեմ չանել։ Այ իմ հաջորդ հարցն է այստեղից գալիս, հասարակական քաղաքական խնդիրների հանդեպ էլ անտարբեր չեք, շատ հաճախ բարձրաձայնում եք, շատ սուր երբեմն քննադատում եք, ամեն ինչ այն ինչ որ քննադատելի է, չեք վախենում։ Չեմ վախենում։ Գիտեք ինչի չեմ վախենում։ Ես իմ մեջ Աստված ունեմ։ Աստված ունեցող մարդ չի վախենում։ Ինձ միշտ ասում են, այ Աննա ջան, քեզ որ մի բան եղնի, ոչ մեկ քեզ տեր չի կանգնելու։ Ես ասում եմ, իմ Աստված ինձ տեր կկանգնի, բայց մի քանի րոպե առաջ հիշում եք, որ ասեցի իմ ունքը դա գումարի մասին չէ, վեհ գաղափարի մասին է։ Ես ունեմ մի հատ sense բանակ, որը շատ մեծ արժեքների տեր մարդ է։
Տեր մարդիկ են։ Այդ մարդիկ միշտ իմ թիկունքին կանգնած են։ Չեմ վախենում, որովհետև մենակ չեմ։ Չեմ վախենում, որովհետև ոչ մի բան չունեմ այս կյանքում արած, որը կարելի է բերել դնել իմ դեմը, ասել դե ձենդ կտրի։ Իսկ եղել է, տեսեք, հաջողակ ցանկացած բան միշտ կամ փորձում են կրկնօրինակել, որը ձեր դեպքում շատ է լինում, կամ փորձում են խոչընդոտել, կամ կոպիտ ասած ձեռքից վերցնել։ Եղել է, որ կան ասեն տուր մեզ, մենք դա գիտենք ոնց անենք, լավ կանենք ու փորձեն օգտագործել ձեր անունը, ձեր իմոնքը, այլ սեփականատերերի ձեռքերում, այսպես ասեմ։ Այդ մարդիկ, ովքեր մտածում են, որ ինձ կարող են տենց բան ասել, իրանք գիտեն, որ ես կորցնելու ոչինչ չունեմ։ Չի եղել, չեն դիմել ձեզ տենց հարցը։ Բայց եղել է նմանակեն, անգամ կան մարդիկ, ովքեր իրենց դրամահավաքները սկսում էին իմոնք ջան արտահայտությամբ։ Իմ տեքստերը կոպի էին անում, 2-3 բառ փոխում էին։ Ինչ է կամ տենց դեպքերում։ Գրում եմ, ասում եմ, մի արեք, որովհետև ազդում է։ Հա, ազդում է։ Ես կարողանում եմ բավականին կոպիտ լինել, եթե առիթը լինում է, ասում եմ, մի արեք, որովհետև լավ բան եք անում, ի սրտե արեք, որ ստացվի։ Այն բառերը, որ Աննան գրում է այդտեղ, չի դնում գրքից, հատուկ ընտրում, կարդում, այդ պահին գալիս է այստեղից։ Ես երբեք չեմ կարա պատվերով ստատուս գրեմ։ Ինձ միշտ ասում են Աննա, այսքան լսարան ունես, դու էլ սովորական աշխատավարձով ապրող մարդ ես, ինչ վատ կլինի, գովազդ արա, էլի ասում եմ, ես չեմ կարա պատվերով ստատուս գրեմ։ Չեմ կարա ուղղակի։ Ու այդ մարդկանց էլ ասում եմ, մի արեք, այն ինչ ես եմ անում։ Եթե կարիք կա, ասեք, ես ձեզ կօգնեմ, կփորձեմ տեքստեր գեներացնել ձեզ համար։ Բայց դուք պիտի դա գրեք, չէ՞։ Բայց դուք պիտի անեք, ինձ այն միշտ ասում են, ո՞նց ես անում, որ ստացվում է։ Իմ պատասխանը գիտեք ինչ, ասում եմ, չգիտեմ։ Այսքան բարեգործական ծրագիր կա, անկախությունից ի վեր, հազարավոր, ինչի մենք դեռ կարիք ունենք մեր իսկ ուժերով ինչ-որ բաներ անելու։ Կան հիմնադրամներ, կան միջազգային կառույցներ, կան անհատներ, ամեն ինչ թվում է կա։ Ու ամեն ոլորտի գյուղատնտեսությունից մինչև առողջապահություն, պլյուս կա պետական համակարգ։ Ինչի մենք դեռ կարիք ունենք, կամ ինչի պիտի կարիք ունենանք Աննայի ու Աննայի մարդկանց 1000, 5000, 10000 դրամներին։ Գիտեք ինքան խորը հարց եք տալիս։ Ես մի օր ինձնից բավականին տարիքով մեծ եւ բավականին կայացած բիզնեսմենի հետ էի խոսում։ Ասեց, բալա ջան, գիտես ինչը մեզ փչացրեց, ասեցի ինչ, ասեց, երկրաշարժից հետո մեզ տրված օգնությունները, նպաստներն ու թոշակները։ Մենք սովորեցինք չաշխատել, մենք սովորեցինք սպասել, որ մեզ պետք է օգնեն։ Ու ես հիմա նոր սովորում եմ։ Երբ որ ինձ ասում են, մեզ համար գումար կհավաքեք, եթե այդ կրիտերիաներին համապատասխանում եք, ասում եմ, մեկ հարց եմ տալիս, իսկ դուք ինչքան եք պատրաստ ձեր երեխայի համար գումար տալ։ Ասում եմ, մենք չունենք։ Ասում եմ, օքեյ, ինչ ունեք։ Մեքենա, որ եկել եք, ասում եմ, այո։ Տուն։ Ասում եմ, գնացեք վաճառեք։ Եկեք, ասեք, Աննա ջան, 2 միլիոնով է վաճառվել։ Խնդրում եմ, այն 8 միլիոնն է դու հավաքի, հա։ Այսինքն մենք այն մարդիկ, ովքեր օգնում են, պետք է իրենց ճիշտ ուղու վրա դնենք։ Իսկ ինչ վերաբերվում է այդ պետական աջակցություններին, չգիտեմ, հազարավոր հիմնադրամներին ու ՀԿ-ներին, ամենայն հարգանքով ես չեմ ուզում մեղադրել ոչ մեկին, հատկապես ՀԿ հիմնադրամ, հա, այդ սֆերայում, որտեղ լիքը ընկերներ ունեմ, ովքեր ռեալ գործ են անում եւ բայց 80% հատկապես էլի եմ ասում, այդ երկրաշարժից հետո երբ որ սկսեցին գրանտներ գալ եւ 80% չօգտագործվեց նպատակին։ Վերցնում էին, որ կրթեն, տանում էին ընդհանրապես առնում էին, չգիտեմ, մատիտ, կանոն, գրիչ եւ դրանով սահմանափակվում էր։ Այդ երեխան չկրթվեց եւ մեծացավ, այսօր դառավ այն, ով կարա ինձ գրի, ասի գործ չունեմ, որ խնդրեմ ինձ փող կտակ վարկերս փակեմ։ Հա, այդ տենց հարցերով են գրում։ Դուք չեք պատկերացնի ինձ ինչ հարցերով են գրում։ Ինձ գրում են տուն չունեմ, օգնի ինձ։ Ասում եմ ես տուն չունեմ, չեք հավատա, բայց ես տուն չունեմ։ Ասում եմ ո՞նց։ Ասում եմ տենց։ Ինձ գրում են, ասում են ուսման վճար, որ խնդրեմ։
ինձ համար կհավաքեք, ասում եմ չեմ կարա, ես դրանով չեմ զբաղվում, բայց մի հատ լավ առաջարկ ունեմ։ Մեր կենտրոնում աշխատանքի տեղ կա, կգաք աշխատեք։ Ասում աշխատավարձ ինչքան, ասում եմ մինիմալ, սկսելու 60,000 դրամի համար գամ աշխատեմ։ Իմ առաջի աշխատավարձը 18 տարեկանում եղել է 10,000 դրամ։ Ու դա նորմալ է եղել։ Այո։ Ուրախ ենք եղել դա։ Իմ ընտանիքը ինձ կարար ցանկացած աշխատանքի տեղավորել, բայց ես սկսեցի խանութում ջրի ակցիա անելուց ու ես վաստակում էի իմ 10,000 դրամ։ Եթե պատկերացնենք, որ 10 տարի հետո ու դուք իմանայիք, որ 10 տարի հետո ձեր բոլոր նախաձեռնությունները տապալվելու են։ Էլի կանայք, այն ինչ որ հիմա անում եք։ Իմանալով, որ 10 տարի հետո այս ամեն ինչ չի լինելու։ Ինչ պատճառներով տապալվելու է։ Այս հարցին ուրիշ ձև պատասխանեմ, հա, եթե թույլ կտաք։ Ես որ պատերազմից հետ եկա, Աստծո հաջողությամբ հետ եկա, նոյեմբերի 9-ից հետո ընկերներս ինձ ասեցին, էլի կներեք ես բառը եթերում ասելու համար, հն հիմար, էլի կգնաս, ասեցի հա կգնամ, որովհետև սա իմ հայրենիքն է, ես իմ երկրի համար եմ գնում, ես իմ հայրենիքի համար եմ գնում, հիմա այդ հարցին ես պատասխանեմ, որ այո կան։ Մեկականեմ։ Այդ իմ էությունն է, ես չեմ կարա փոխեմ, ես կարամ ջղայնանամ, ստատուս գրեմ 10 օրով փակեմ Facebook-ը, բայց 10 օր հետո նորից վերադառնամ, որովհետև ես չեմ գտնում իմ տեղը։ Ես այս վերջերս առաջի անգամ եմ ասում, տոմս էի գնել, որ գնամ Հայաստանից։ Ոչ մեկ չգիտեր դրա մասին, ընդամենը մեկ ընկերոջ էի ասել, չէր հավատացել, հումորի էր տվել։ Հետո ասեցի հաջորդ օրը, «Էս ինչ ես անում»։ Այսօր դու որ գնացել ես պատերազմ քո երկրի համար, դու որ քո երկրի ամեն մի հողի համար այսքան պայքարում ես, սա մեծամտություն չի, սա իմ էությունն եմ ես փորձում բացատրել, ամեն սեմուշկա թափողին ասում ես մի արա, ես ռեալ օրվա մեջ 10-15 հոգու փողոցում այդ նկատողությունը անում եմ, ոնց կարաս գնաս, լավ, փախար, հո ինքդ քեզնից չես փախնելու։ Հա, էլի։ Հետո մեղքի զգացողությունը։ Հետո մեղքի զգացողությունով գա ու ես հասկացա, որ չէ։ Ու դրա վառապացույցը իմ օնքն է, հա, երբ որ այս համընդհանուր հայտարարագրման եւ հարկային գործողությունների տեղի ունեցան, դուք կարեք ուղղակի ասեք, դե ժողովուրդ ջան, էլ չեմ կարում, կներեք, շնորհակալություն բոլորին, բայց չէ, իմ օնքը եղավ։ Եկեք մի քիչ պատմեք դրա մասին, ինչի է, այդ ստոպ տալու պահն էր, էլի, որ լրիվ մաքուր, սիրուն, ասելով մերսի, դե չեմ կարում, հիմա ինչ անեմ, հո չեմ մռնելու, հարգվեմ, բայց բացեցիք իմ օնք հիմնադրամը, որը էլի ձեր ընկերները արեցին։ Այո, գիտեք, այդ ալավերդու աղետը որ եղավ, բոլորս հիշում ենք, այո, ջրհեղեղը։ Ես այդ օրերին փող հավաքեցի ու ինձ իմ իրավաբան ընկերներ ասեցին, վերջ, հայտարարագրվելու ես, մի արա, դու դրանից 10 դրամ անգամ օգուտ չունես, բացի այն որ առողջությունդ եւ այլն սաղ գնում, քեզ հարկելու են։ Ես էլ սենց էմոցիոն, ինչ ես պետքա հարկեն, դրեցին, օրենքով բացատրեցին, ասեցին, էլ չանես, ասեցի, լավ չեմ անի։ Մի 2-3 ամիս ոչ մի բան չէի անում, բայց հենց մեկը մի դրամահավաք էր անում, որ սկսում էի տանը սենց կլոր ֆռալ։ Գիտեք, ասում է, նախ ես կուզեմ առհասարակ դրամահավաքների կարիք չլինի, բայց եթե կա ու դու կարողանում ես մի բան անել ու չես անում, սենց տան մեջ գժվում է, ասում եմ, ոնց կարա էլի տենց բան լինի, ու քանի որ իմ ընկերներին շատ են սիրում, հատկապես տանջել, իրանք որոշեցին, որ օքեյ, որպես անհատ Աննա չես անի, իմոնգ բառն էլ այդ համահայկական Աննայի ժամանակ ծնվեց, երբ որ ես բոլորին ասում եմ, իմոնգ ջան եկել եմ, ասեմ, որ 10 միլիոն, ժամ հետո 11 միլիոն, ու այտենց իմոնգ բառը ծնվեց ու ես միշտ իմ ժողովրդին ոչ թե դիմում եմ սիրելի հետևորդներ, այլ գրում եմ իմոնգ ջան, հա։ Իրանք որոշեցին, որ պետք է բացեն իմոնգ հիմնադրամ եւ այսուհետ Աննա Հովհաննիսյանը հանդես կգա որպես իմոնգ հիմնադրամ եւ կկարողանա արդեն օրենքով, օրենքի տարին առանց հարգվելու, թե ինչի համար պետք է հարգվեմ, ես էլ չգիտեմ, երևի թոշակառու տատիկը, որը արդեն հարգված ստանում այնց 1000 դրամ ա, մի հատ է դրանից պետք է հարգեն։ Մի խոսքով բացառեցին եւ բացեցին իմոնգ բարեգործական հիմնադրամը, որը շուտով կդառնա 1 տարեկան։
Ինչքան էլ փորձում էի հետ մնամ այդ հիմնադրամ ՀԿ ինչ որ sense կառույցներից մեկա բերեցին կարկառուն ներկայացուցիչն եք կների եւ ինձ ասում են այս օրենքը քո համար էին հանել որ քեզ նեղացնեն այս էլ մենք ենք անում այդ իհարկե հումորով Վերջի հարցը տամ երբևէ մտածել եք որ ոչ թե պետքա դրամահավաք անել այլ դրամահավաք անել մարդկանց մտածողությունը փոխելու համար ու եթե հա ոնց կարելի է դա անել տեսեք ասում եք ձեր ամենօրյա պայքարի մասին որը ինձ էլ է գժվելու աստիճանի է հասնում այդ սիգարետ գցելը չգիտեմ մեքենայի պատուհանից ինչ որ բան կամ Facebook-ում ստատուս գրելու ուղակի առանց հասկանալու հա այդ ինչ-որ ամբագորգոր բաներ գրելը կամ նույն Facebook-ում հա օй նայեք ես ինչ պուպուշ եմ ես ինչ սիրում նայեք ես հիմա ես չգիտեմ թե եմ լսում այդ ներվայնացնում է դրա համար պետքա մտածողություն փոխվի ու այդ մտածողությունը ոչ մի դրամահավաքով չի փոխվելու դա տարիների աշխատանք է կարծրատիպ կոտրելու ջարդելու աշխատանք է ու եթե մենք դա անենք միգուցե կարողանանք նաև հասնել այն մտածողությանը որ աննային չզանգենք ասենք արի ուսմանս վարձը տուր փոխարենը գնանք աշխատենք ոնց ենք դա անելու Երբ որ ընկերներս իմ մոնքը բացում են, դե պարզ է գալիս է մի ընթացք, որ արդեն քեզ է պետքա ներգրավեն, որտեվ պետքա գրվի կոնեպտի ստորագրես կանոնադրություն եւ այլն։ Իմ լավ ընկերները որոշեցին, որ քանի որ Աննայի մոտ ստացվում է համախմբել, մի րոպե մենք այստեղ չենք դնի մենակ բուժում։ Մենք կդնենք տարբեր կրթական ծրագրեր, տարբեր բնապահպանական ծրագրեր, այսինքն այդ կանոնադրությամբ Իրանք ոչ թե սահմանափակեցին ինչ-որ բան, ինչքան ուժ ունեին տարբեր կետեր դրեցին, որը հետագայում ասեցին քեզ պետք է գալու, քո այս պոտենցիալը պետք չի մենակ սպառել այդտեղ, դու պետք է սկսես այդ խնդրին լուծումներ տալով, հա, այսինքն կրթական այսօր ինչ վիճակում է մեր կրթական համակարգը։ Ես այն օրը մի հատ ստատուս էի գրել, հյուր էին եկել մեզ մոտ 10-րդ դաս, 10-րդ թե 11-րդ դասանցուն ասում եմ, այ ինչ բուհ ես գնալու, ասեց բուհը ինչ է։ Ու ես այդ բանից այնց կանգնած տեղս, չգիտեմ, գժվեցի, ասեցի, որ մեծանաս ինչ ես դառնալու, չէ։ Ասեցի, բացի բուժելը, որը շատ-շատ կարևոր է, ես պետք է իմ մեջ ուժ գտնեմ ու սկսեմ ավելի տարբեր ծրագրեր իրականացնել, բայց դա բնականաբար արդեն ոչ թե մարդկանցից գումարներ հավաքելով, այլ դիմել տարբեր գրանտային ծրագրերի, տարբեր կառույցների, որովհետև դու շատ բան չես կարող անընդհատ անես, եթե բացառապես մարդկանց կողմից ես այդ գումարները ստանում։ Մի հատ արտահայտություն ասեմ, որը շատ կարևոր է։ Երբ որ Արցախից բռնի տեղահանեցին մարդկանց ու արցախցիները սկսեցին տարբեր տեղեր գնալ, Վանաձոր, Լոռվա մարզ շատ մեծ հոսք եկավ եւ այդ մարդկանց կարիքների, այդ առաջնային կարիքները ով իրավ վրա վերցրեց բնականաբար Աննան, հա, եւ ինքներս ասում են, որտեղ խնդիր, որտեղ խնդրեմ, որտեղ ցավ, այնտեղ Աննան, այդ անկախ ինձնից է ստացվում։ Ու ես սկսեցի իրենց օգնել սննդով, տարբեր հիգիենիկ պարագաներով, զանգ ստացա, որ Լոռվա մարզի, եթե չեմ սխալվում, Մարց գյուղներ Մարզ գյուղում կա մի ընտանիք, որտեղ կա 11 երեխա, մի ամբողջ ֆուտբոլի թիմ։ Ու իրանք ոչինչ չունեն, ես հրապարակում գրեցի Facebook-ում, ասեցի կպեք օգնեք տանեմ, էլի, ու ինձ իմ շատ լավ քահանա ընկերը միացավ ու ճանապարհին իրար հետ գնում էինք, շատ տարբեր բաներից էինք խոսում, բայց այդ օրը ինքը ինձ համար մի ճակատագրական բառ ասեց, լավ առումով։ Ասեց գիտես, հայրենասիրությունն ուրիշ է, հայրենատիրությունն ուրիշ է։ Ես ինձ համար որոշում եմ կայացրել, որ բացի հայրենասեր լինելը, ես պետք է նաև հայրենատեր լինեմ։ Ինչ է նշանակում դա։ Տեր լինես հայրենիքին։ Ես կարամ հայրենասեր լինեմ ու ասեմ, վայ, այդ ծառը մի կտրեք։ Բայց ես կարամ հայրենատեր լինեմ, գնամ այդ ծառի դեմը կանգնեմ ու թույլ չտամ կտրել։ Այս ուզում եմ, որ մեր մեջ այդ հայրենատիրությունը շատ-անա ու ես ամեն ինչ անելու եմ, որ այդպես լինի։ Աննա ջան, ես մաղթում եմ, որ իմոնք հիմնադրամը շատ շուտ վերակազմակերպվի ու այլ կարիք չունենա որևէ դրամահավաքների։ Ու ամենայն հաջողություն եմ մաղթում ձեր բոլոր նախաձեռնություններում, շնորհակալություն, որ այսօր իմ հյուրն էիք։ Ձեզ շատ շնորհակալություն, սենց անկեղծ ու ջերմություն։ Իսկապես անկեղծ էր ու երբեմն նաև հուզիչ։ Բաժանորդագրվեք Tribune AM-ի YouTube-յան ալիքին, իսկ եթե ձեզ դուր է գալիս այն, ինչ մենք անում ենք, կարող եք բաժանորդագրվել նաև մեր Patreon-ին։ Շնորհակալ եմ, որ դիտում եք, ձեզ հետ Էմաներ։